Առաջ հրապարակում եղավ լրատվամիջոցներով, որ դատախազությունը որոշում է կայացրել անհապաղ խափանման միջոցը վերացնելու մասին։ Ուզում եմ միակ բոլորդ ինքներդ ձեզ ծափ տաք։ Ես շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ հատիկ առանձին, այստեղ ներկա թե առցանց հետևող այն մարդկանց, ովքեր համացանցում ամեն օր կռիվ են տվել այս հարցի համար, գրառումներ են արել, մեկնաբանություններում սիրտ են դրել։ Իդեմ այն լկտի պահվածքի, որը գիտեք, որ ոնց էր արտահայտվում։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ովքեր գալիս էր հավատով, այլ ոչ թե հուսահատությունից ելնելով։ Շնորհակալ եմ ձեզ։ Ուզում եմ Միքայելին խոսք տամ, հետո Գարիկին։ Եկեք հավելենք, որ զուգահեռ տարբեր տեղեր, տարբեր հարթակներում եւ տարբեր ձևաչափերով կար պայքար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր նամակներ են գրել, հետևողական են եղել, ովքեր ակցիաներ են, պիկետներ են արել կառավարության շենքի մոտ։ Անուն առանուն այս պահին չթվենք, բայց բոլորը, կարծում եմ, երկիրը անհանգիստ սպասում էր այս հանգուցալուծմանը։ Անհանգիստ էր, բայց հավատում էր, որ Արթուրը լինելու է ազատության մեջ եւ դրանով արձանագրելու է, որ խոսքը լրացնել չի լինի։ Շնորհավորում եմ բոլորիս, ապրի Արթուր Օսիպյանը, առողջություն եմ մաղթում նրան։ Գարեգինը ուր է Միսկարյան։ Գնացել է։ Լավ, մի փոքր տեղեկություն տամ, հիմա փաստաբանը գնացել է դատախազություն հստակեցնելու պայմանները, հետո գնալու է Նուբարաշեն, եթե մեր մեջ այստեղ բժիշկ կա կամ բժիշկ կա, որ հիմա մեզ եթերում նայում է ու կարա գնա Նուբարաշեն, Արթուրին այնտեղից նաև բժշկական հսկողությամբ դուրս հանելու շնորհակալ կլինեմ, կարող եք մեր հետ էլ կապի դուրս գալ այս հարցով։ Ես ուզում եմ ասեմ, որ հիմա Արթուրը չգիտեմ ինչ ֆիզիկական վիճակում է ու չգիտեմ մենք կարանք իրան այստեղ սպասենք ու խափանան միջոցը այնպիսինն է, որ իրան ինքը կարա գա այստեղ մի հատ տեսնենք իրան, այդ մի քիչ կարանք սպասենք, մի 30 րոպեվա ընթացքում արդեն կիմանանք, եթե անգամ հնարավոր չլինի ֆիզիկապես իր այստեղ գալը, մենք իր հետ կապի կլինենք, մի օր կկազմակերպենք իր հետ հանրային հանդիպում, գուցե նաև դեպքի վայրը։ Ինչ-որ մարդիկ կան, որ ուզում են արտահայտվեն։ Ես առաջարկություն ունեմ, գնանք դիմավորենք նաև այնտեղ։ Միքայելը առաջարկում է, որ մի խումբ մարդիկ կարող են գնալ այնտեղ դիմավորել, կարող են քննարկել մի քանի ավտոմեքենա միանալ փաստաբանին այնտեղ դիմավորելու համար։ Այս պայն երևի թե, շիվիկչանը։ Սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Գեղամին։ Մարդ, որը հանգիստ, առանց որևիցե մի ավելորդ խոսքի շարժումի հավատաց, որ համախմբվելով, անընդհատ աշխատելով, տեղ կհասնենք։ Շնորհակալություն Գեղամ ջան, դու հավատ, հույս, բոլորին ներշնչեցիք, ապրենք քո բալեք, ապրի քո ընտանիքը։ Իդեպ, սա կարծես թե 20 թվականից հետո քաղաքասարակության առաջի խոշոր մեծ հաղթանակներ, որ ժողովուրդը միասին հավատաց իր ուժին ու հաղթանակը կայացավ։ Այս ուժը պահեք, գալիք մարտերում, ձեր խոսքը ասելու ու հավատացեք, որ դուք եք այս երկրի տերը։ Դուք եք։ Հրապարակ է սլանում Միսկարյան Գարիկը։
Համեցեք, ծափարություններով ողջունենք մեր նստացույցի երրորդ Ժողովուրդ, բոլորիս շնորհավորում եմ այս փոքրիկ, բայց շատ կարևոր հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետությունը այլ կերպ քան ժողովրդավար իրավական պետություն չի կարող գոյություն ունենալ։ Բայց այդ հանրապետությունը ժողովրդավար չի կարող լինի, եթե մենք չփորձենք ամեն մեկս մեր տեղը պայքարենք մեզանից յուրաքանչյուրի իրավունքների համար։ Հատկապես եթե դա վերաբերում է խոսքի ազատությանը, ազատ մտքին, ազատ խղճին։ Ես շնորհավորում եմ այս փոքրիկ հաղթանակի կապակցությամբ, ցանկանում եմ, որ մենք վերջապես կարողանանք կերտել այն պետությունը, որտեղ մենք կզգանք ապահով, անվտանգ եւ արժանապատիվ։ Շնորհակալություն բոլորիդ։ Ես գնում եմ Սովետաշեն, Լուբարաշեն։ Դիկաում է տեսել։